Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն ողջունում է իր բոլոր ունկնդիրներին, բոլոր այն մարդկանց, ովքեր այս պահին մեզ հետ են, առավել ևս բոլոր նրանց, ովքեր սպասում են մեր կիրակտորյա եթերին։ Ես պիտի ասեմ, դե եթե օրը կիրակի է, տաղավարում ով, իհարկե չեք սխալվել։ Մեր շատ սիրելի աստղաբան Լուսիա Հակոբյանն է մեր տաղավարում։ Բարև ձեզ։ Օրը բարի լինի, ձեր կալներ բարի լինի։ Ես դες խոստացել եմ, որ հաջորդ կիրակի հանդիպելու ենք Երևանյան տաղավարում։ Խոստումս կատարեցի։ Թարմացել եք շատ։ Թու։ Ռուսներն են, չէ՞, թու։ Հայրը իր խոսք ունեն, ասում են, հետևի մասում մի տեղ կա կամ չտեք։ Որ ինչքան լավ է, որ մենք այսպես զրուցենք ժողովրդավարի կորում է այդ ամեն ինչը, Համոհոտը։ Համոհոտը կորում են, բարբարները պահենք միշտ, դա էլ է կորում։ Հիմա եկող տարվանից այնքան բան կկորի, որը որ շատ վատ է։ Դե չգիտեմ, 2026 թվականի հետ այնքան բաներ են կապում, թե էս է լինելու շատ վատ, շատ լավ։ Չգիտեմ, ես ինչ Վատ չկա, չէ, մեկն է, նումերալոգիայով հաշված, նոր սկսվում է ինչ-որ մի բան, բայց չարի վերջն է սկսվում։ Դրա համար իրար չարը չուզում գնա, իրան լավ է։ Ինք ուզում անդադ մնա, անդադ մի բան անի, որտեղ փետրվար ամիսը խավարման ամիսը խժբժոցները շատ է լինելու։ Մարտին եղավ խավարում, սեպտեմբերին եղավ խավարում, դեր շարունակությունը կա, այն բլբլթոցներն է, վերջացել է, բայց բլթոցները կա։ Ու ամեն խավարում թող միշտ իսի ժողովուրդ այդքան ողբերգական չսարքի, ուղղակի ինքը սինտեզ է։ Հինը մեռնում, նորը սկսում։ Այո։ Դե մենք չխախտենք մեր ավանդույթը, լուսնային օրերին անցնենք, որտեղ հետո ինքան հետարքիր հարցեր ունեմ ձեզ տալու, խնդրեմ։ Հա, ես ունեմ թռուցիկներ, միշտ ասում եմ, սենց փոքր թղթի վրա թռուցիկ եմ համարում, սենց հետաքրքիր ինչ-որ հապավումներ, մեջբերումներ, իմաստու խոսքեր, որոշ հեղինակավոր մարդկանց գրում եմ։ Սիրո համար, որովհետև էդ է աշխարհը, սերը, որ կորում են ինչի չարությունը շատացել, սերն է կորել։ Սերը կորում է, հավատը կորում է, հավատը կորում է, սերը կորում է։ Գլուխը բարձրացնում չարությունը։ Գլուխը բարձրացնում չարությունը, էդ էլ գալիս է տգիտությունից։ Եթե մարդը մի քիչ գրագետ լինի, շատ կարթա, հեշտ կապրի։ Կասկանա ինչից հետո ինչ է գալի, որ կյանքա տենց է լինում է։ Ու եթե շրջանը կա, կլորը, սկիզբը չի կարա մարդը գտնի, չէ, շրջանի որնա, բայց մի հատ կետից ինքը սկսում է, հենց այնպես չի։ Հենց այդ կետի վրա դու նշան արա կյանքդ, ինքը պետք է պատտվի։ Էլի պատտվի կգա կնգնի, դա պատմությունն է մարդու, անցյալը գալիս հասնում ներկա։ Սա այն դեպքն է, որ կարող ենք ասել պատտվի կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել։ Արա Մայիսակյան, չէ՞։ Չէ։ Ով էր։ Հայտարարք եղավ, տեսակ։ Վահանտերյանն է, ասում եմ, կարող եմ։ Վահանտերյան, դա չի խառնեց Սահակյան, Արտաշես Սավետյան։ Դե, կարար դա նաև Արամայիս Սահակյանը գրել, իդեպ Աստվածունքին լուսավորի հրաշալի ազնվորություն էր։ Հումոր չի, մեր հումորիստն էր։ Մեր հումորի իհարկե։ Ու ծիծաղի տնօրենը հավերժ։ Հա։ Իհարկե, դա ընդհանրապես Արամայիսի հետ շատ հետաքրքիր էր ամենտեղ։ Եվ ամենակարևորը դեռ խորհրդային տարիներին Արամայիսը կոմպլեքսավորված երբեք չկար, չէ եղել նա։ Գիտեք, մի անգամ լավ հիշում եմ մեր պատվիրակությունը Իրանում հյուրընկալվել էր մի շատ մեծահարուստ մարդու տան, կիսաիրանցի, կիսահայ ընտանիք էր։ Կինը հայ էր, ամուսինը իրանցի, շատ լավ ընդունեցին, Արամայիսը մտավ մի փոքր ուշացած։ Կներեք, որ ուշացել եմ, ես հատկապես աչքը ընկավ այդ տանտիրոն, ասել, այդ տիկնոջ չի ասեց, հատկապես ուզում եմ մոտենալ եւ համբուրել նրա ձեռքը։ Իրանում ընդունված չի։ Ամբողջ մեր պատվիրակությունը հատկապես դեսպանը խառնվեցին իրար, հետո ասեցինք, լավ, այդ բանին մարդուն բացատրեք, որ այս մարդը ծիծաղի տան տնօրենն է, ինքը ուղղակի ստեղծում է իրավիճակը, անցավ գնաց։ Խնդրեմ, լուսնային օրը։ Մի հատ է սիրո մասին որոշ բառեր ասեմ։ Ասեք։ Որ դաստիարակություն առանց սիրո մարդուն բերում է երկերեսյանությամբ։ Շատ դիպուկ է ասվի։ Չինացի իմաստուններից, ֆիլիսոփաներից ասա։ Դաստիարակություն առանց սիրո մարդուն դարձնում է երկերեսանի։
Խելք առանց սիրո դարձնում է խորամանկ։ Իշխանություն առանց սիրո դարձնում է բռնակալ։ Այո։ Ստալինը։ Աղեղնավոր էր, սեր չկար այնտեղ։ Ինքը չէր սիրում, ես իր պատմությունը շատ եմ կարդացել, այդ կանայք էլ որ փոխելա չէր սիրում, սադիստ ավարի էր հետները, միջև անգամ կանանց էլ բռնակալ էր, այդ կինը կարոտ էր քաղցր խոսքի, իր կինը։ Հարստություն առանց սիրո ագահության, հավատ առանց սիրո մոլագարության, որը որ հիմա շատ է եկեղեցիներում։ Իրանց թվում է, որ Աստվածաշունչը թևիտական թատ կարդում կամ աղոթքներ են ծնկեն գալի տերտերի ձեռ են պաչում, պատ են պաչում, իրանք հավատքով մարդիկ են, այնտեղ սեր չկա։ Իրանք մոլագարներն են, այդ ֆանատներն են։ Իրանք վտանգավոր, քահանաներն էլ կան ֆանատներ, որոնք վտանգավոր են։ Ես մի քահանայի մի անգամ Լեննականում 7 վերքում հարցրեցի բոլոր քահանաների հետ միշտ վեճերի մեջ եմ ընկնում, հարցեր եմ տալի, չեմ պատասխանում, ինձ էլ հետաքրքիր է, ճեմարան ավարտել, հետո չգիտեմ ինչ ավարտել, հարցրեցի Հիսուսը 12 տարեկանից հետո ուր էր, չկա ոչ մի տեղ գրած, հետո հայտնվեց 33, որ գրում են էլ մոտ 33, ասես դու որ աղանդին ես պատկանում, Տեր այրը։ Բայց ես իրան հարց եմ տալ, ինչ կապ, աղանդավոր եմ, բոլոր աղանդավորների մեջն եմ, իմ հարցին պատասխան է Տեր հայր։ Ես լուրջ շուռեկա ու գնացի։ Հիմա լուսնային նորից։ Այո, հիմա եկաք Փակ TV և անցաք լուսնային նորից։ Այո, այդ քահանաների հարցերը շատ է շոշափվելու, դեռ կտևի։ Հələ տարի էլ կտևի, այդ աշխարհով է, մենք մեզ ենք սենց խառնվել իրար, ուղղակի ուրիշ տեղեր լրատվականները փակում են, խելոք են գտնվում, մերոնք ավելի տարածում են ամեն ինչ ու չեն էլ հասկանում։ Որտեղ իրան ժամանակը սկսվել է Սատուրնը ձկան մեջ, լուսնային հանգույցն է ձկան մեջ, այդ հոգևոր դաշտն է։ Ձուկն էլ ինքը հավատք է, ինքը դուրս է գալի ջրերես, ինչ որ չկարել են տարիներ առաջ, ամբողջը դուրս է գալի կարմիչեսկի շրջանը, կարմիկական շրջանը սկսել հոգևոր դաշտում, ով ինչ արել է, հետ է գալիս ու հիմա ես այն օրը մի բան կարդացի, որ տես ինչքան սխալ բաներ են արել քահանաները ու իրանք կնունքներ են անում, աղոթքներ են անում, քարոզներ են անում ու ձերք են համբերում ու չես հասկանում, հավատաս, հետո ասում են ինչի մեր աղոթքները տեղ չի հասնում։ Իմ տղային, որ կնքեցինք հրարին, կանգնել էր ու չէր նայում քանը, անթաց շարժում էր, ուզում էր շուտ գնար, ասում եմ, բա պետք է ձերքը համբերես, ասես չէ, տենց էլ չհամբերեց։ Ես այդ ժամանակ այդքան լավ չի հասկանում, որ պետք է ձերքը պաչեն, թե չպաչել քահանայի։ Տենց էլ չհավատաց, ինքը իր հավատքն ուներ, բայց չէր ընդունում իրանց։ Որտեւ ինքը գնաց Էջմիածի մայրաթոռ, այդ քահանաները հետ շփվեց աշխատանքի բերումով, շատ շուտ, տարիներ առաջ։ Ու եկավ ու հիասթափված եկավ, ասեց իդ ինչ են անում, ես են չէի հանում, Աստված բոլորի հետ։ Լավ։ Այսօր Լուսինը 28 օրեկան է և գտնվում է կույսում։ Կույսը ինքը սինթեզ է, ինքը մակրող է, ինքը համբերատար է, ինքը լուռ է, ինքը ստեղծագործող է։ Բոլորը պետք է այդպեսին լինեն, հան լուսնայինով, որ Լուսինը կույսում է, և համ էլ, որ օրը ինքը կոչվում է մաքրության օր, մաքրվելու։ Հիգենայով պետք է զբաղվեք և լավ կլինի այսօրվա սնունդը հիմնական լինի բնական, ավելի շատ բանջարեղեններ, ինչը հողից ներքև է, որտեղ կույսը այդքան մսեղեներ չի սիրում, ավելի շատ բնականն է լավ։ Խորհրդանիշը լոտոսն է, այնքան լավ է, որ դաժե չաղերը տենց լոտոսի նման նստեն։ Յոգերը, որ նստում են, ողնաշարը տողվում է, մտածելակերպդ էլ ուղեղիցդ գալիս է, չակրաներդ ոնց որ բացվում, դու քեզ լավ ես զգում։ Եվրոպայում բոլորն այդպես նստում են փողոցներում։ Հա, նկատել եմ, ես ուզում ասել։
Մեր երեխեքն էլ եկան ու նստում են գետին։ Ես ձեն չի հանում, ասում եմ անհարմար, ահա, ոչ մեկի վեճը չի։ Իրանց տենց լավ է։ Արևն է։ Հոգևոր արթնության հասունացման օր է, երազում կամ արթուն վիճակում, երբ մեդիտացիաների ընթացքում կարողանում եք ճանաչել քո անցյալդ, քո անձը, դու կարողանում ես ճանաչել այդ նստած վիճակը, աչքերդ փակ վիճակում լինի ու մտնես թափանցես քո մեջ, դու կարող ես քո անցյալը ամբողջ տեսնել։ Ու ճանաչել ով ես դու, ինչպիսին ես, հասկանալ բարձր արժեքները, բացում են բոլոր չակրաները և կարողանում են աշխատել նրանց հետ։ Լավ է երազների վրա աշխատել, որը կատարվելիք է, նաև պայծառատեսության շնորհը առաջանում, բացվում, եթե մարդկանց մոտ է, կա դա բացվում է, բայց մի բան էլ էստեղ ասեմ, որ քանի որ Սև լուսինը դեռ կարիճում է, այդ մարտի 27-ին է եղել նոյեմբերին, դեռ հələ նոյեմբերն էլ կտևի, քանի որ տեղել են կարիճում, այս հիմա շատ պայծառատեսներ, գուշակներ, ինչ ասեմ, էքստրասենսներ, բախտնայողներ, գրբացներ, հիմա աստղաբաններ, երիտասարդներ շատ են եկել թող սովորեն, բայց մարդու հետ աշխատեն, ոչ թե փողի համար աշխատեն, սա էլ եմ ուզում ասեմ անպայման, որովհետև ինձ ինֆորմացիաները շատ գալիս, այս ինչ աստղաբանն էզվանն ասեց, իսկ չեն էլ հասկանում աստղաբանությունն ինչ է շատերը։ Մի հատ աստղերով նայես, տես աստղերը ինչ են ցույց տալի, աստղերը բան ցույց չի տալի, մոլորակներն են ցույց տալի։ Հետո սխալ բաներ են շատ խոսում, շատ սխալ բաներ են խոսում, հիմա այդ որ ջահելները նոր են սկսել սովորել, թող սովորեն, բայց մի քանի ամսում դու աստղաբան չես դառնա, առաջինը դու պետք է հոգեբան լինես, որ կարողանաս լսես դիմացինի խնդիրը, որտեղ մեկը կա ուշ է հասկանում, մեկը կա ընդհանրապես չի հասկանում։ Իսկ շատ հասկացողը չի դիմում, ինքը իր հարցերը լուծում է։ Ու դու պետք է կարողանաս այնքան պատրաստված համբերատար լինես, որ լսես դիմացինը։ Ու հիմա շատ էս գուշակ, չգիտեմ, բոլոր են ընդհանուր գուշակ ասեն, բայց դրանք տարբեր են։ Աշխատում են փողի համար։ Հա իրանց աշխատանքն է, ես էլ եմ փողի համար աշխատում, բայց դու առաջինը պետք է մարդու հետ աշխատես։ Դու պետք է մարդուն ճանաչես, մարդուն սիրես, հարգես ամեն առաջինը գնահատես, հետո նոր քո փողը կգա արդեն։ Դու պետք է սիրես մարդուն ու մտնես թափանցես իր մեջ, իր հետ հավասար խոսես, իրեն հասկանաս։ Ոչ թե միայն արագ հարցից պատասխանի, հարցին պատասխանեն, փողը տա ու գնա։ Իսկ թե ինչքան են գումարը վերցնում, այդ ամեն մարդ ինքը գիտի իր գրպանը, իր խելքի, իր ձեռքի չափը։ Այդտեղ ոչ մեկ թող չասի, ինչի է այսքան վերցնում, ինչի է այնքան վերցնում։ Չես ուզում մի տուր, գնա ավելի էժան գնահատողի մոտ է։ Բայց պարտադիր պետք է վճարվի, պարտադիր, որտեղ նյութական տալիս ես, նյութական ստանում ես։ Ես էլ որ սովորել եմ, փող եմ տվել, օդից չեմ սովորել։ Եվ գրականության եմ վճարում, եւ դասեր որ գնում ես, էլի վճարում ես։ Մեր ժողովուրդը վճարել չսիրում։ Ցախ տերտեր են, ասում են դուր։ Մեծ պատմել եմ մի անգամ այդ անեկդոտ, չէ՞ որ մեկին խեղդվում է ջրում, տերտերը կողքով ասում է, գոռում է, տերտեր օգնի։ Դեռ մի ընկեր ունեի, թորնիկը տերտերներին գիտեք ոնց էր կոյքում։ 3-4 տարեկան տղա էր, ասում էր, տուր։ Ես զարմաց ասես, երեխան ինչ հասկանում, բան։ Հետո տերտերը հիմա որ ասեցի, հիշեցի Արմենչիկին։ Հա, որ ասում է, տերտեր ձերքը տուր հանի ինձի, տերտերը ձերքը չի տեր, ասում առ ձերս, նոր վրնում հանում է դուս, այդ էց բոլորը տերտեր են հիմա ուզում են, ուզվոր են, մեր ազգը, իրականություն ասել եմ, պարոն Խրիշչյան, իրոքը տենց է, այցեղ ջուր ենք, չէ, ծայրահեղ ենք, հրաշք, տաղանդավոր և տգետներ, հիմա կասեն, քննադատ է, էլի ժողովրդին կպավ, Ես շատ եմ մեր ժողովրդին սիրում, այն ամենատականքի մեջն էլ ես ուզում եմ լավը տեսնեմ, որովհետև Աստված փչել է, որ իրանք եկել են այս աշխարհ, այդ օդն է, թթվածին է, որ բոլորս ենք, ու միտեղ էլ ասեցի, այն տականքները են, Վարդան Պետրոսյան ասած բրակները, այդ Աստծո փռշտոցն է,
ինքը փրշտացել է, միամիտ բերանից թռել են դուրս դրանք։ Դա համար տենց են իրանց բանը։ Ախ, ինչքան հաճախ են աստվածները փրշտում։ Փրշտում են, բա ինչ են անում, քիթել են մաքրում։ Տականքներով լեցուն եմ։ Բա որ ասում եմ մենք իրան նման ենք, էդի չա նշանակում։ Էմոցիաները հարգել, այսօրվանը լավ է տնգել, ծառեր կոմպոկել, ծաղիկներն էլ, հիմա եղանակ էնպես ինչի, սա ընդհանրապես լուսնային 28 օրեկանի համար է դա ասում։ Ծառ ու ծաղիկ փչացնել չի կարելի, կտրել պոկել ընդհանրապես չի կարելի, լավ է անոթի մնալ, միայն հյութերով այսօր սնվել, լրացնել սովը, շատ կարևորը տեսողությունը, հետևել տեսողությանը, քիչ կարդացեք, պայծառ լուսին չնայեք, ով է կարդում, որ այդ կոմպյուտերների ինտերնետի մեջ չմտնեն, հեռախոսների մեջ չմտնեն։ Լավ է նայել ոչ վառ լույսին, 5-ից 10 րոպե գոնե, կարել է տան վերանորոգում սկսել, բնակարան գնել։ 28 օրեկանի ծնված մարդիկ շատ տարբեր են լինում, կան շատ ցածր մակարդակի, լինում են ավելի բարձր։ Չեն կարող դրանք լավը տեսնել, լավատես չեն, այսինքն այդպիսի մարդկանց մոտ ցինիզմը շատ, անիմաստ քննադատություններ ա գնում, որը շատ տարածված է հիմա, այդ դժգոհողներն են։ Բարձր մակարդակի մարդիկ արևի կողմից են եկած եւ համարվում են ալտուրիստներ։ Հասարակությունը հասարակությունն է իրենց ձգում եւ իրենք են հասարակությանը ձգում, հետաքրքրասեր են, ամեն ինչի հանդեպ ուշադիր են, թույլ տեղերը այսօր գլուխն է, անոթային խնդիրներն է, քարներ խիզոպրալն է ու ակվամարինը։ Անցած լուսնային օրվան ասեցի 17-ից մինչև 28, բայց այսօր վերջին օրն է 27, 28, այսքանի մեծ ծնվածները ավելի շատ վհուկներ են լինում։ Ու հիմա էլ քանի որ սև լուսինը կարիճում, հիմա իրանց գործը կա։ Իրանք կեղտոտ բաներ հիմա շատ են անում։ Ես դա չեմ կարող չասել, չեմ որտեղ ահա որ զայրանում եմ, պարոն Ղուշյան, ահա որ այդ TikTok-ները բերում, այտենց կեծ ինչ-որ բաներ ա բերում, ես վերնագերը որ կարդում եմ, կարդամ տեսնեմ, հիմա ինչա բարբաջում։ Վարչապետի մասին հիմա կասեք պաշտպանում եմ, իրականություն եմ ասում։ Դե դուք հայտնի նյոկալական եք, խոսեք։ Պաշտպանում եմ, լավ եմ անում, իմ իրավունքն է, ինչ ուզում եմ, լավ եմ անում։ Ինչ է գրում վարչապետի մասին, ասում, ոչ թե գրում, ասում, ինքը հաստաղաբան է։ Հիմա վարչապետը կփախնի, բայց ոնց է փախնելու։ Սեռափոխություն պետք է անի, նոր փախնի։ Տիկին Լուչա, շատ դաժան բաներ եք ասում։ Ինքն է ասել։ Հասկանալի։ Աստղաբան է ասել։ Բոլորին քննադատում է։ Եվ դուք գտնում եք նման մարդը աստղաբան է։ Երազում էլ տեսնում է, որ ինչ-որ բաներ է տեսնում, հետո գալի Բարսաձյանն ասում է, ինքը նախանցած տարի ասեց, որ Մատենադարանը քանդում են։ Բայց ես տեսնում եմ, մտե հյուրեր են գնում։ Միայն չասեք, Մատենադարանը տեղափոխում են ակադեմիական քաղաք։ Կարող է։ Ամեն ինչ է, Գրիգոր Լուսավորիչն եկել էր ասել, դու պետք է ազգը փրկես։ Ես ինչ լավ բաներ է։ Մատենադարանը չքանդեցին, Ալևը չեկավ Սևանն ու Երևանը չվերսեց, ինքը դա էլ ասել։ Հիմա էլ արդեն վարչապետը պետք է սեռափոխություն ունենա։ Սեռափոխություն թե սեռափոխություն։ Սեռափոխություն։ Չէ, ասիկ սեռափոխություն դրա համար։ Չէ, սեռափոխություն պետք է վիրահատվի։ Մենք մի հայտի քաղաքապետ ունենք, չէ, ծառեր կտրեց, բերեց այդ ճապոնական ինչ-որ բաներ տնկեց, չհասկացա։ Հետո էլ վերջում որ տեսան սխալ է դուս եկել, անգամ ներողություն չհատրեցին։ Չգիտեմ, ջահել են, ոչինչ։ Ես մենակ գիտեմ, որ Հայաստանը լավ է լինելու։ Այս ամեն ինչը պետք է լինի, որովհետև կա այդ Facebook-ներն է բացառել, որ մենք ամեն ինչ հիմա լսում ենք, իմանում ենք ոչ ճիշտ բաներ։ Հիմար բաներ շատ են դուրս տալի, ես ուզում եմ, որ մարդիկ մի քիչ լրջանան ու ամեն ինչի չկարդան, եթե կարդում ես էլ մի քիչ մտածի, գլուխը մտածելու համար է, մտածի նոր շարժվի առաջ, որտեղ հաջորդ տարի ուզես թե չուզես, մեկն է տարին, ուզես թե չուզես, նոր տեխնոլոգիաներ, նոր մտածելակերպ է սկսվելու ու արագ տեմպ, մարդիկ սկսել են ավելի արագ մտածել, արագ խոսել, ավելի շփվել։
Իդեպ մարդիկ մեզ շատ հարցնում են, ինչ է խանդը, ինչ է այն իրենից ներկայացնում, միգուցե այս մասին էլ խոսեք։ Այո, խանդի մասին պետք է խոսեմ, որտեղ խանդը հիվանդություն է, ուղեղի, մարդու պսիխիկայի վրանազդում է, տղամարդիկին, մարդիկ մտածում են խանդասելով, միայն պետք է մտածեն կամուսինը կնոջը խանդեց, կամ կին, ընկերուներն էլ են իրար խանդում, ղեկավարին էլ են խանդում, Պուգաչովային էլ են խանդում, ում խանդում են, այդ խանդը նախանձն է, ում խանդում են, նրա մասին սկսում են չարախոսել, որ տեսնում են լավն առաջ է գնում, գեղեցիկ է, կրակետ է, հաջողակ է, նախանձից սկսում են խանդել ու առանց հասկանալու, ոնց էլ այդքան կեղտոտ մեշոկ կա մեջը, մեշոկ, այդ մեշոկից սկսում են այդ կեղտոտ բառերը գտնել, հանել, ասել, փթում է այդ մեշոկը, այնպիսի բաներ են տարածում, որ հետո այդ մեշոկի մեջ այդ պաշարը վերջանում է, հետո ինչ է լինելու այդ մարդը, դառնում է սովորական մի բան, իրան ուշադրություն չեն դարձնում, ինքն էլ է փթում, նեղում, մեռնում, այդ այս մարդկանց շիրիմին պետք է գրեն մեռավ խանդից, կամ մեռավ նախանձից, նախանձ խանդ, ճիշտ եմ ասում, Եթե վերջացրեցիք թեման, մի հարց էլ տամ ձեզ։ Ասեք։ Տեսեք, մեր ունկնդիրներից շատեր ասում են, Տիկին Լուսյան մի ժամանակ շատ խրատական կանխատեսումներ էր անում։ Ինչու հիմա չի շարունակում այդ հրաշալի գործը։ Դե հիմա, բայց խանդի մասին դեռ պետք է ասեմ։ Դե ասեք նոր լավ, ես հասրեցի, եթե թեմա։ Չի, հիմա շրջան այնպեսի շրջան է, հիմա կշերքում ենք, բարձ տալիս է, հավասարակ կշռվածություն։ Նժարի որ կողմը դու կլինես, միշտ պետք է քցես, բռնես։ Իսկ կշերքը ընդհանրապես աշխարհում շատ լուրջ խորհուրդ ունի։ Այդ դատավորներին էլ մոռանում եմ այդ արձանիկը, որ կշերքը ձեռքն աչքերը փակած, այդ դատավորների սեղանին որ դրած է, արդարության համար չի, աչքերը արդարության խորհրդանիշն են։ Աչքերը փակային չի համար, որ իր համար նշանակություն չունեն, դու ով ես, ինքը պետք է արդար դատի։ Ու մի խաչքար կա, ինչքան հիշում եմ 500 տարվա է, ինչքան հիշում եմ Սևանու կղզի վրա, կղզի կա, Սևանու կղզի եկեղեցին։ Այդտեղ է այդ խաչքարը շատ մեծ, ու վրան կշերքը կա։ Ամբողջ աստվածաշնչյան պատմությունը տեղ կա լրիվ։ Ադամից գալիս Հիսուսով, ու որ Տերը որ գա, Հիսուսը որ գա, այդ կշերքի վրա, կշերքը ձերքն է լինելու, բոլորին պետք է դնել նժարի վրա։ Հիմա կշերքում ենք մենք։ Հիմա ինչքան էլ ասեն աստրոլոգիան ինչա թող ասեն, բայց դա հնից եկած բան է, դա դարերի գիտություն է, մի երկու այն մոլագարների սեր չտեսած մարդկանց խոսքերին մենք ուշադրություն չենք դարձնում։ Եկեք կշերքի մեջ, կշերքը նաև պարտներստվան է, զուգընկեր, գործընկեր։ Աշխատենք գոնե ինչքան մտնում ենք կշերք, մեր զուգընկերների, գործընկերների հետ հավասարը կշռված լինենք, արդարության կողմը լինենք, ծանրութեթև չանենք շատ, որպեսզի չշարժվի դա, որտեղ իր հակառակ դիմացի նշանը խոյն է, այդ եսն է։ Խոյնը եսն է, խոյնը առաջնորդ է, ինքը իմպուլսիվնի նշանա, որտեղ կրակա, ամեն մարդ այդ մի գլուխը, որ իր ուսերին է, այդ գլխով ինքը մտածի, որ չտատանվի, ամուսինները չվիճի, կնոջ հետ չվիճի, ղեկավարը հետ չվիճի, եթե պետք լիներ, այդ վիճող մարդը կլիներ ղեկավար։ Եթե ինքն է ղեկավար, ուրեմն այտենց վերևից տրված է, որ ինքը պետք է լինի, եթե չես ուզում, իրան, դուրս արի, կնոջը չես ուզում, հեռացի։ Միայն չասեք փոխի։ Լավ, փոխի։ Բայց բաժանությունները հիմա շատ է։ Ահա որ հիմա գնում է ամեն երկրորդ ամուսնալուծումը։ Չեն ուզում ամուսնանան, ինչի համար։ Մտածում են պայմանները լավ չի, բայց դա այդպես չէ։ Այն չունեցող պայմաններն ամուսնանում են, լավ էլ ապրում են, լավ էլ երեխաներ են ունենում, պարզապես պատասխանատվությունից խուսափում են հատկապես տղաները։ Պարտավորվածություն, պատասխանատվություն իրանք խուսափում են։ Ու ազատության գաղափարն է։ Աղջիկներն էլ մի հատ երեխա ունենում են ու բաժանվում են։ Մի հատ երեխա ունենան վերջ։ Բայց ինքը չի հասկանում, որ երեխան առանց պապայան մեծանում։ Ու սերունդը դա գնում։ Իսկ հաջորդ տարի
հուլիսի 1-ից Յուպիտերը երբ կմտնի առույց, արդեն երեխաների հարցն է բարձրանալու։ Երեխաները շատ առաջ կընկնեն ծնողներից, ավելի արագ կմտածեն ու ծնողներն էլ, քանի որ հնի մեջ են իրանք համարվում, չեն կընդուն երեխեք այդ գաղափարները, տեսակետները, տարաձայնություններ կլինեն, նրանք էլ կուզենան առանձնանալ, գնան առանձին ապրեն, որը լավ չի։ Բայց մենք սովոր չենք դրան, բայց ճիշտը դա է դուրս գալի։ Գիտելիքի կրթության վրա մոտ փոփոխություններ լինելու, էլի շատ բաներ կլինեն, մենք չենք համաձայնվի, բայց դա աշխարհով մեկ է լինելու։ Մի հատ խանդի մասին մի փոքրիկ բան ասեմ, հա։ Այո, ասեք։ Ինչու են խանդում մարդիկ։ Կորստի վախից է դա։ Կորստի պատճառով, որ վախենում եմ կորստեմ կողակցից։ Որը սնուցվում է անապահովության, ցածր ինքնագնահատականի, նաև անցյալից եկած բացասական փորձառության պատճառով։ Մենակ մնալու վախն է, երբ ինքնավստահության վախ է լինում, ներսդ իբր դու լավը չես, սիրունը չես, այս ընկերն է, առանց այն մյուսին տեսնելու, այս մի կողմը խանդում է, ու սկսում է նրա մասին վատ բաներ ասել, անբարոյական է, սենց, բայց իրեն չի տեսել։ Այս տղաներն էլ, քանի որ վախկոտ են, իրանք շատերը կա, որ խաբում են, որ իրանք ընտանիք ունեն։ Այն աղջիկն էլ խեղճ անճարակ սիրահարվում այս տղային, հետո վերջն իմանում է, որ ինքը ամուսնացած է, կոնֆլիկտներ է լինում, հետո հղիանում է, տղան ասում է, այդ տղան այդ պահին շատ է տղաները աղջիկներին ասում են, հենց եմ ուզում քեզանից երեխա ունենամ, պահի դա կտենց ասում է։ Միամիտ։ Հա, շաշաշ մամաս ասած։ Այս աղջիկն էլ հավատում է դրան ու հղիանում է, հետո տղան ընկնում է թակարդը։ Հետո չգիտի ինչ անի։ Առաջը ջուր, հետևը սուր։ Այսինքն բաներ ալ լինում։ Հետո այդ երեխան գալիս, աղջիկն ասում է, չէ, ես չեմ հանի այդ երեխուն, ասում է, հանի, չէ, չեմ հանի, այդ մարդասպանություն է։ Չի կարելի։ Այդ երեխեքը կոչվում են սիրուն բան չի, սիրուն բառ չի, բայց այդպես է, ապօրինի զավակն է։ Ինքը ճիշտ բան չի տա, որտեղ արդեն հղի վիճակում այդ կինը սկսում է վատ բաներ մտածել։ Ոնց եմ անելու, ինչ եմ անելու, բայց կան շատ նագլի ոնց ասեմ, հայերեն։ Լկտի։ Լկտի լավ։ Լկտի շատ կանայք աղջիկներ կան, որոնք անպայման ուզում են այդ տղային ցավ պատճառեն, զանգարում են կնոջն են ասում, շուխուր են գցում, որ ընտանիքը քանդվի, քայքայվի։ Եթե դա էլ չի լինում, ինչ են անում, գնում են գրբացների մոտ, որ թողտուկ իրանեն, որ այդ մարդուն դարձնեն իրեն։ Սա իմ աշխատանքի փորձից եմ ասում, արդեն 50 տարի էդ եմ ես լսում։ Մարդուս վրա գիր են արել, չի կարում մարդը կնոջ հետ քնի, փողերը չգիտեմ ուրա, մարդու վրան ամբողջ մարմինը դուրս է տալի, գնում է գրբացի մոտ, գրբացն ասում հավրեն գիր են արել, այսքան փող կբերես, որ մաքրեն։ Որքան փողը շատ այնքան մաքրվելու աստիճանը այդ բարձր է։ Ինձ էլ հարցն են տալի նորից, ասեմ ով որ ասել է գիր կա, թող ինքն էլ մաքրի, չէ, ասա փողը շատ է ազում։ Դուր, դա թող մարդդ կլինի կողքդ։ Այսինքն բաներ է կատարվում այդ խանդի հողի վրա։ Արսապելի է, բայց դա դժվար է շատ։ Ծնողը հատկապես աղջիկ երեխաների հետ ոչ ճիշտ վարվում են։ Ծնողները, մամաները հատկապես, պապաներն կոպիտ են լինում, բայց պապաները աղջիկների հետ ավելի բարի են լինում, քան մամաները։ Իրոք, ես շատ դա նկատել եմ։ Հարկավոր է աղջկա հետ շատ լավ վարվել, հենց որ դառնում է օրորդ, հասունանում է 12 տարեկանից հետո, որտեղ ինչքան իրանք մեծացան եւ իրանց այդ ցիկլը եւ սկսում է այդ աղջիկ երեխեքի հարկավոր իրանց հետ շատ նուրբ վարվել, որտեղ իրանք դեպրեսիայի մեջ են ընկնում, ստրեսային վիճակ, ամփոփվում են, ագրեսիվ են լինում, չեն խոսում, հեռախոսի մեջ են մտնում դրանով հանեն իրանց այդ ստրեսերը, ապրումները, ու իրանք ուզում են շուտ ամուսնանալ, այնքան որ այդ տնից գնան, առանձնանան իրենք ու գնան սեր գտնեն, ու միշտ իրանք սխալ ընտրություն են անում։ Այն ընտանիքում, որտեղ որ աղջիկը մոր կողմից սեր չի ստացել, հոգատարություն ամեն անգամ կրկնում եմ սիրո հետ մի խառնեք։
Իրանք միշտ սխալ ընտրություն են անում ու իրանից մեծ տղամարդ են ուզում։ Հոր կերպար են ուզում մեջը տեսնել։ Տենց էլ տղաների մոտ է լինում, որ իրանից մեծ կանանց հետ են ամուսնանում, այնտեղ էլ պապա կերպարա տեսնում։ Մի խոսքով, չէ, հերը, տղամուսին է որ մեծ կերպարն է, տղաները որն է մանաճրի, այո։ Որ ընտանիքի ամեն ինչը գալիս է դաստիարակությունից։ Ու ծնողներն են հիմնականը, իրանք որ ճիշտ չեն, իրանք երեխեքն էլ ճիշտ չեն լինում։ Պարզ է։ Պաթոլոգիական խանդեր է լինում, դրանք հիվանդագիտեն, լիակատար վերահսկողությունը բերում է հեռախոսն է ստուգում, այսպես հիվանդագիներն է, շորերից հոտ է քաշում, մտնում է մեքենայի մեջ նամը, մի հատ մազ է կարող է գտնում, այտենց կանայք շատ կան, իրանք պսիխիկան խանգարված է իրան։ Կարող են գիշերները արթնանալ ստուգեն, տեսնեն ամուսինը կողքնա թե կողքը չի։ Տղամարդիկ էլ են անում այտենց բաներ, բայց կանայք ավելի շատ են դնում։ Երազում, ես գիտեմ, ինձ պատմում են, երազում կարակինը արթնանա ու ականջ դնի, թե երազում ամուսինը ինչ է խոսում։ Մարդեկան խոսում են, չէ՞ երազի մեջ։ Բայց բերան տղամարդ։ Հատեց լինում, այ չէի մտածել, որ իրանք բերան բացի։ Բայց եթե դու ինչ որ անում ես, չես անում, ինչի՞ գիշերը գալիս։ Գիշերը ինչ ես ասում երազից մեջ, այնքան ապրումների մեջ։ Գուցե միտումն է որ կինը լսի։ Հա։ Հետո կան որ դիտավորյալ խանդի տեսարաններ են սարքում։ Բռնության է գնում, դա էլ չարաշահման մի ձև է, սովորաբար կանայք շատ են խանդում ավելի, 35-ից 44 տարեկանների կանանց ամենավտանգավոր տարիքն է խանդի, այդ տարիքում կոլեգաների հանդեպ են խանդում նաև, լինում մոտ մի 20%-ը խանդում են, իսկ 45 տարեկանից հետո աստիճանաբար այդ խանդը սկսում է մարել, ու ասենք իմ հասակին կլինի մի քիչ ավելի երիտասարդ ինձանից, ինչքան էլ որ ամուսին ուզեն, ես մեկ հումորներ եմ ասում, չի մարդը ֆռում է, ասենց են անում։ Արդեն ոչ մեկի վեճը չի 45-ից հետո։ Տղամարդիկ էլ իրանց լավ են զգում, էլի։ Նա է տղամարդ։ Չէ, դե սևակեն բանաստեղծությունը ինչ լավն է, որ ծերանում է սպարուր սևակ։ Չէ, ծերանում է սիրելի, նկատում եք մատղաշներին, որոնք մեզ չեն նկատում։ Կյանքի օրենքն է։ Թող մեկը գլուխ գովի, որ չի ծերանա։ Թող մեկը գլուխ գովի, բոլորն են ծերանում, բայց պարավում են կամ ծերանում են։ Դե դրանք տարբեր բաներ են։ Տարբեր բաներ են, հա։ Այն չար լեզուներն են, ասում պարավ։ Ասում են ճապոնացիներն էլ հիմա հատուկ դեղամիջոց են ստեղծել, մարդու կյանքը երկարացնում է 30-ից 80 տարով։ Որիշ լինի։ Դուք պատկերացնում եք, ասենք 90 տարեկան մարդու կյանքը 50 օր տեկուս, 140 տարի պիտի ապրի, այդ տարիքում մի քանի դար արդեն անցել է։ Բայց իր ծանոթները մեռնելու են։ Ծանոթները, թորները իվա։ Իրանք էլ բարի կամ հարազատ կմեռնեն, ինքը էլ կապրի։ Իր համար ճապոնացու խելք էլի։ Հա, իսկական։ Իրանց բնության նման սիրուն։ Մենակ իրանք գիտեն։ Պատճառը նևրոզներն է, խանդի հիմնական պատճառը նևրոզներն է եւ սեփականարդեր լինելու զգացմունքը, ավելի վախը լցված միջել, ինչպես հասկանալ, որ խանդում են։ Հիմա ասեմ, ես սրանք կարեւոր են, ժողովուրդ ջան։ Առաջինը հաճախակի կասկածամտությունը, անվստահությունն է։ Հաճախակի վեճեր, կոնֆլիկտներ ամեն մանրուքներից, հսկողություն եւ կպչուն բնավորություն, հաճախակի համեմատություններ տանել կողքինների հետ, չկասկածել եւ կախվածություն, չկայացած եւ կախվածություն ունենալ կողակցից։ Այս բաները որ կա, սրանք արդեն խանդի ինչերն են, խանդերն են։ Ֆիզիոլոգիական սիմպտոմներ են լինում, քրտնելը, կան մարդիկ, որ այդ ժամանակ քրտնում են, սրտխառնոց է միջև անգամ լինում, ձեռքերն է դողում, նստած տեղը ոտքերն է անդադ շարժում, տղամարդկանց մոտ շատ կա տենց։ Նյարդային են, խաղում են ձեռքերի հետ, մատների հետ, եղունգներն են կրծում։
Սերն ու խանդը համաձուլված են։ Ամեն առանձին ցանկության մեծ է լինում, սիրել են եւ ուշադրություն կենտրոնում, երբ նկատում են, երբ մի ուրիշի հանդեպ այդ ուշադրությունը գնում է։ Արդեն խանդը առողջանում է եւ վաղ կորցնելու ահավոր խանդը մարդուն համարում են օթելլո։ Այս օթելոական խանդեր կան շատ, որոնք շատ վտանգավոր են։ Այո։ Սինդրոմ օթելոյա կոչում, որը պաթոլոգիա է համարում։ Կարող է ավարտվել կնոջը խեղդելու գործողությամբ։ Հա, մեր մոտ էլ բաններ, այն նամուսը չէր։ Այո։ Որ խալը փոքր ժամանակ տեսել էր խալկա, գիտեր թե մոռացել եմ անները արդեն, Շիրվանցադեներ, չէ։ Նամուս ֆիլմը, առաջին ֆիլմը Համոբեկ Նազարյանի կինոստուդիայի նկարահանած։ Արժեզրկվում են վստահության կորուստը, խանդոտ մարդը անուժա, չարա լինում, տագնապներով է լինում, ցասում է ունենում, հուսահատություն է լինում, ամուսնալուծության հիմնական պատճառը կանայք են, 70%-ը կանայք են։ Նաև արտահամուսնական կապերը նորից կնոջ կողմից է լինում, առաջի քայլը հեռացումը միշտ կինն է անում։ Ես ինչ եմ ուզում, շատ կարելի ասել խանդի մասին բաներ ասել, բայց ելքն էլ պետք է տրվի, մենակություն են զգում, ես ուղղակի կանաչ շատ կխնդրեմ ու ասում եմ էլ, ձեզ գնահատեք, ձեզ սիրեք, ձեզ հարգեք, ձեզ մի էժանացրեք։ Կանայքան գնում են, գտնում են այդ սիրուհիներին, ծեծում են, զանգում են, ինչեր են անում, պետք չի զանգալի, ձեզ բարձր պահեք։ Դուք կարող եք ձեր ամուսնուն ցույց տալ, ասել, որ հա ես գիտեմ, որ ինչ որ մեկը կա, ու ուշադրություն մի դարձեք, շատ դժվար է, գիտեմ, շատ դժվար է, ծանր է, բայց ցույց մի տվեք։ Ձեզ գնահատեք, ձեզ բարձր պահեք, ու միշտ նայի հայլուն ասա, որ դու ավելի լավն ես, ավելի սիրուն ես։ Ու դու իրանք թույլ են, տղամարդիկ գոտկատեղից վերևն են, թույլ են, իրանք կիսա տղամարդիկ։ Դուք չեք կարող առանց ուրիշի։ Ու վախկոտ են։ Խանդը թույն է, որը կործանում է մարդուն, հոգեկանը, հարազատների, ընկերների հեռացում է տալի, հոգեբանները խանդը համարում են բացասական զգացմունք, ոչ ինքնավստահ լինելուց։ Ես մի բան կարդացի, ընդհանրապես փակենք արդեն վերջացնում ենք։ Չգիտեմ հիմա ոնց կընդունեմ, բայց դա գրականություն է, ֆրանսիական հոգեբանություն է, որ կարդում եմ։ Այնտեղ ամուսինները խանդում էին իրար, այս կինն էր խանդում շատ, ու ինչ է այս կինը, կնոջ այ որ իմաստություն է տված։ Երեկո են հրավիրում են այս զույգերին, գնում են երեկո, ու այդ ամուսինը դավաճանում է, իրոք դավաճանում է, շատ է ֆրֆռում, կանայք շատ է փոխում։ Այս կինը ինչ անի, որ այդ երեկոյի ժամանակ ամուսինը կողքից չհեռանա։ Մտածում է, ինչ անի, որ ամուսինը կողքից չելը, իր հետ բարի, իր կողքը կանգնի։ Գալիս է մոտիկ կամացական չին ասում, բայց պետք է ասեմ, կներես ներքնաշորս մոռացել եմ հագնեմ։ Սա ամուսինը խառնվում էր, ոնց թե։ Հասկացաք, չէ՞ ինչ եմ ասում։ Այո, իհարկե։ Հա։ Դա ֆրանսիական տարբերակ է։ Ամբողջ երեկոյի ընթացքում ամուսինը կողքից չի հեռանում։ Պետք ուր գնում է, հետևից գնում է, որտեղ կանգնում ամուսինը կողքը կանգնած չի հեռանում, բաժակը ձեռքին։ Բայց կինը խաբել է։ Խաբել է ու տեսեք խանդը առաջացել մեջ։ Էս ինչ է նշանակում։ Կնոջը կին արարած չի վստահում, կնոջը չի վստահում, որ թվում է, եթե ինքը ներքնաշոր չի հագել, կարող է մի բան լինի։ Որտեւ ինքը մաքուր չի այդ տղամարդը։ Ինքը այդպիսի կանանց է փնտրում։ Ինքը մաքուր չի, դրա համար այն կնոջ մեջ այդպես բան է տեսել։ Եվ հետո որ կան որ ասենք սեքսուալ առումով այդքան ցանկություն չկա տղամարդիկ, չգիտեն ինչ անեն, դե մեր մոտ էլ անգրագիտություն է, ընդհանրապես անգրագիտություն է։ Սեքսը ինքը լուրջ բան է։ Այո։ Այդ գիրքն ու սեքսը լուրջ գիտություն է։ Լուրջ գիտություն է։ Այդ գիրքն ու սեքսը պետք չի խառնել իրար։ Այս կինն էլ ինչ է անում։ Էլ այդտեղից եմ ես կարդացել այդ բոլորը։ Միջև քնելը, միջև անկողին մտնելը ամուսնուն, կինը պատրաստում է այդ տղամարդուն։ Ինչով է պատրաստում։ Սառնարանի վրա կախում է իրան մի ներքնաշոր,
Այնտեղ որ պետք է լվացվի սրբիչի կողքը այդ կրծքալն է կախում կամած այդ պատրաստում ամեն ինչ որ բաներ է սարքում նկարներ անում ինչ անում միջև որ ամուսինը պատրաստ գայի այո կամ աղջակալին մոտեն ահա էլի կնոջ իմաստության մասին է ասում պատահական չի որ ֆրանսիացիք ասում են ամեն ինչի մեջ փնտրեք կանանց փնտրեք կնոջ խելքը ուրիշ է այնպես որ ինչ է իմ ասածը որ քանի որ իմ աշխատանքն էլ հիմնական ընտանիքն է զույգերն է սա ավելի հետաքրքիր է լավ է քան ես նիկոլական եմ նիկոլական չեմ այդ թեման թող փակվի ուզում եմ որ կանայք իրանց գնահատեն իրենք իրենց գնահատեն դուք ձեզ չեք գնահատում դուք ձեզ չեք հարգում անդադ կրկնում եմ միակ ճշմարիտ դատավորը դա Հայելին է նայեք Հայելուն ու տեսեք դուք ինչքան լավն եք ինչքան սիրուն եք բայց ինչքան խորացար Հայելու մեջ դու կտեսնես որ դու ինչքան տականք բաներ էլ ունես այն քո սխալ բաներն է ու այդ արհեստական բաները դա սիրունություն չի դա հեչ է տուրացնելը ամբողջ այսա հաջորդ տարի տեսեք ինչքան մաշկե քաղցկեղ կլինի ամբողջ այդ սրասկումներից այդ արհեստական Տիկին Լուսյան մի վախեցրեք մեր կանանց հատկապես դե թող գնան ինչ ուզում են կոսմետիկ անեն իրաց բայց առաջ որ տենց բաներ չի եղել ինչքան մաշկը թարմ է եղել մարդիկ երկար ապրել են սիրել են իրար նայում եմ ես սենց սև ու սպիտակ նկարները կանայք սիրուն չեն բայց այնքան գեղեցիկ այնքան կանանցի են այնքան կանացի որտեղ բնական են իմ մաման էլ էր մամաս չի սիրել քսվել բացարձակ պատմիր ասում որ պապայի ծանոթացանք արդեն ամուսնացանք առաջինը հենց ինքը բերել է շրթներ կարմիր շրթներ էդ է բերել ու այն ժամանակ բանի նման էին քսում ծոցաս էր մի հատ ինտելիգենտ ծոցա ունեի ամոց մորակույրը բանցիկի նման էին քսում շրթերը կիսատ Տիկին Լուսյան այդ այնց էին քսում ու պապա ստիպում էր մամային որ մաման այդպես քսվի կարմիր շրթներ ինչ եմ ասում գեղեցիկ էին դառնում գլխարկները ոնց էին դնում անպայման գլխարկ պավիսակները կոշիկները բանը գոտկատեղի ցիկցկած հագուստներ ունեին կլոշ են հագնում շալվար չէին հագնում ինչքան կանաց էր ամեն ինչը երկար էին ապրում մարդիկ իրար հետ ամուսնալուծություններ չկար վեճեր շատ կան դավաճանություն էլ կար ամեն ինչ էլ կար բայց ընտանիքը ձևավորվում էր ու լավ սերունդ էր աճում գիտելիքներով սերունդ էր աճում իսկ ինչ կինը սկսեց իրան փոխել ես գիտեք ինչ հետազոտեցի եւ ինչ կթա այն ժամանակվանից որ մեր ժողովուրդը սպիտակեղենը փոխեց սարքեց սերբուրը մալինովի հիմա ամեն գույն սպիտակեղեն կա ամեն գույնի կա այդ ժամանակվանից պղծվեց մեր ընտանիքները Եվ Տիկին Լուսյան հուսանք որ 26 այնուամենայնիվ լավ է լինելու այո ու մեր անկողիները որ սպիտակեղենը թող շապականվի այ շատանա թող մաքուր ապրեն որ առողջ սերունդ ունենանք ու լավատեսեղեք որովհետև պատերազմ չկա Սերի բարեկամներ դե դուք տեսաք թե այս կիրակի ինչպիսին էր մեր աստաբանոկ Եվան Լուսիա Հակոբյանը որը իհարկե շատ ինքնատիպ լինելուց բացի նաև շատ հետաքրքիր բացահայտումներ է անում ձեզ համար Առաջիկա մեր հանդիպման ժամանակ մենք խոսենք նաև խրատների թեմայի շուրջ, բայց դա արդեն առաջիկա է, իսկ այսօր այսքանը ցտեսություն